Ամենասվար շրջանի դիտող Շարքային Գալստյան։ Շարքային Քնար Գալստյանը կանանց հրաձգային գումարտակի զինծառայողներից է։ Այսօր նա եւ ստորաբաժանման մյուս կին զինծառայողները առաջին անգամ հերթապահություն են իրականացնում հանրապետության ամրացված շրջաններից մեկում։ Այս պահին կատարում եմ դիտորդի պարտականությունը։ Հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որ յուրաքանչյուր ոք պիտի գիտակցի։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելու գիտակցումն է, որ կին զինծառայողներին համախմբել է մեկ նպատակի շուրջ։ Ստորաբաժանումը դիմել է վերադաս հրամանատարությանը, հայտնելով հերթապահություն իրականացնելու իր պատրաստակամությունը։ Անցնելով անհրաժեշտ պատրաստություն եւ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները, այսօր նրանք արդեն ծառայություն են իրականացնում պետական սահմանի պահպանության ուղղություններից մեկում։ Գիտակցում ենք մեր առջև դրված այս կարևորագույն առաքելությունը ինձ հետղամարդ բոլորս պետք է կատարենք պարտքը հայրենիքի նկատմամբ։ Բարեցնել գրական կետերը, բարեցնել գրական կետերը։ Եվս մեկ անգամ ստանալով անհրաժեշտ հրահանգավորումը եւ խստորեն պահպանելով անվտանգության կանոնները, ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի։ Վարչի հրամանատարի խոսքով անձնակազմը լիովին պատրաստ է կատարելու իր առջև դրված ծառայողական յուրաքանչյուր խնդիր։ Կենտրոն առաջինը զբաղեցրել է համար 4 կրակային դիրքը։ Անձնակազմը իրեն արդարացրեց, կին զինծառայողները նույնպես նպատակասլաց են եւ մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք պատվով եւ բարձր կարգապահությամբ։ Հերթապահության մեջ ընդգրկված յուրաքանչյուր զինծառայող ընտրվել է ըստ մասնագիտական ու ծառայողական կարողությունների։ Սա ոչ միայն ստորաբաժանման առաջին հերթապահությունն է, այլև կարևոր քայլ զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնման ճանապարհին։ Այստեղ ծառայության գլխավոր չափանիշը պատասխանատվությունն է, վստահված խնդիրը պատվով կատարելու կամքը։ Առաջին հերթապահության տպավորությունները բավականին դրական էին, քանի որ ձեռք բերեցինք նոր գիտելիքներ եւ այս ամենը հետագայի համար կլինի փորձ եւ իմ փորձը կփոխանցեմ այն մարդկանց, ովքեր այն աղջիկներին, ովքեր կհամաներեն մեր շարքերը։ Կացարանն է, որտեղ կազմակերպվում է հանգիստը, յուրաքանչյուրը իր համար նախատեսված տեղը։ Ամրացված շրջանում կանանց ծառայության համար ստեղծված են անհրաժեշտ կենցաղային բոլոր պայմանները։ Զինծառայողների համար կահավորված են հանգստի եւ կեցության սենյակներ, ինչը հնարավորություն է տալիս ծառայությունն իրականացնել սահմանված կարգով առանց որևէ բարդության։ Այստեղ նաև մեր առօրյա պարապմունքներն ենք իրականացնում, մեր տեսական գիտելիքներն ենք ավելի ամրապնդում։ Այսպիսով կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ ստանձնեց հերթապահություն։ Այս ծառայությունը եւս մեկ անգամ ընդգծում է, որ պետական սահմանի պաշտպանությունը միասնական պատասխանատվություն է։ Հերթապահությունը բարեխիղճ, գերազանց եւ նվիրումով կատարելու համար մի շարք կին զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ